մասին։ Այն ժամ համեցեք։ Պարոն Փաշինյան, հարցասելի ընտրությունների արդյունքներին է վերաբերվում փաստորեն վերահաշվարկի արդյունքում այն դեպքում այս պայծրությամբ կարծես պատկերը փոխվում, ինչպես հայտնում են, Բարգավաճ Հայաստանը կարծես մտնում է խորհրդարան։ Հիմա այս ամենից դատելով կարող ենք եզրակացնել եւ ընդունում եք, որ ամեն դեպքում այնպիսի խախտումներ կամ ինչպես կոզեք թերություններ են եղել, որի արդյունքում մի խոշոր ուժ, որ պետք է մտներ խորհրդարան, չի մտնում, սա փաստումը տեղ ունեցած կամ թերացում է կամ խախտումների մասին տեղեկություններ մամուլում հրապարակվեց նաև ձեր նախկին թիմակից այսպես հարցազրույցի հետ ասաց, որ դուք ընտրություններից առաջ փորձել եք ընդդիմադիրներին այսպես առաջարկ ներկայացնել գործարքի գնան, կա նման բան թե ոչ, ինչպես կմեկնաբանեք, եղել առաջարկ թե ոչ, եւ մի հարց էլ տեղեկություն կա, որ ընտրություններից հետո ձեր առաջին այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն, սրա հետ կապված ինչ որ պայմանավորվածություն կա, թե ոչ, եթե այո, ինչ օրակարգով։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհի տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք, ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրանց տանեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրանց տանեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ, չէ, բաժնե մասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, դերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Նրանք խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ երկուժը ընտրությունների խորհրդարան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդարանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Իրանք կարող են արտահայտվել այդ առումով, բայց ելի եմ ասում, նրանք չեն ստացել, նրանք չեն անցել շեմը, նրանք անցել են փողի շեմը։ Եվ ելի եմ ասում, մեր դատաիրավական համակարգը պետք է պատասխան տա։ Եվ ես չեմ պատկերացնում, այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք միջև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Սա շատ հստակ է։ Որևէ մեկը, որ բռնվել է 2031 թվականի ընտրությունների անպաշտոնական ամփոփման օրը պետք է լինի բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, որովհետև պետք է պատասխան տան։ Ինչ է նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որը մեկ ուզում ասի, որը մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել է արդարացրել է։ Էս ինչ ընդհանրապես ձև է։ Շնորհակալություն հարցի։ Բայց ձրի արել, թող ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Այո, կոռումպացվածները ցանկացած հարց այսօր կարան լուծեն դատական համակարգում, ցանկացած հարց։ Պարոն վարչապետ, Ռուսաստան այցի մասով դեռ պատասխանել եք ընտրությունների գիշերը։ Այցերը կնայենք ըստ պլանի կառաջարկենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը լավարեք։ Պարոն Փաշինյան, երևի շարունակեմ այն հարցը, որը տվեցի։ Պարոն Փաշինյան, ստացվում է, որ դուք
այստեղ վարչապետի պաշտոն ունենալով հրահանգ եք տալիս ուղիղ դատավորներին։ Օրինակ, տասնյակներով բանտում պահել Ծաղուկյանին, Սամվել Կարապետյանին, Քոչարյանին, սա ուղղակի ճնշում չէ արդյոք դատական համակարգի վրա, դատավորների վրա, կամ ասում եք ընտրակաշառք տվողները պետք է մնան բանտում։ Ինչու եք խախտում կամ հստակ ասում եք ընտրակաշառք տվողներ։ Նրանք ենթադրյալ կաշառք տվողներ են, մարդկանց անմեղության կանխավարկած գոյություն ունի եւ շատ հնարավոր է, որ օրինակ երբ դատաքննություն ավարտվի, այդ մարդիկ արդարացվեն, անմեղ ճանաչվեն, այդ դեպքում նրանցից դուք պատրաստ եք ներողություն խնդրել եւ այսպես ուղիղ դատավորներին հրահանգել, որ պետք է անցկացնեն բանտում։ Գուցե նաև գնում են խափանման միջոց, օրինակ տալիս են տնային կալանքը, ինչի հենց բանտային կալանքը։ Այս հարցին կցանկանայի պատասխանեիք եւ այս օրերին կարող եք թվով նշել այն ապրանքները, որոնք Ռուսաստան չեն ներկրվել, մերժվել են, դրանց թիվը ինչքան են եւ որ երկրներ են կոնկրետ դրանք արտահանվել, օրինակ ասում եք ծաղիկը պետք է մերձ բալթյան երկրներ արտահանվեն, բայց մենք տեսանք, որ Սիթիումը, Երևան Սիթիում է վաճառվում, Ելակներժան վաճառվում, այս մասով ինձ թվում է մեր բազմաթիվ հայրենակիցներ կուզեն դասել պատասխանը։ Իսկ բազմաթիվ հայրենակիցներ ուրախ են, որ էժան ծաղիկը էժանացել է եւ Հայաստանի ծաղիկը հասանելիություն է ստացել աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի պլատֆորմին Նիդերլանդներում, այսինքն որ ծաղիկ արտադրողը տեղ հասանելիություն ունի, ինքն գելա ծաղկային դրախտ եւ Նիդերլանդների վարչապետը ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր ձևերով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները այդ շուկային եւ պլատֆորմին հասանելիություն ստանան եւ ես առաջին հարցի վերաբերյալ ես ասում եմ որպես ժողովրդի հետ լայնորեն շփված մարդ եւ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ հանրության համբերությունը արդեն էլ տեղ ու սահման չունի, որովհետև պետք կլինի էդ էլ կանենք, այդ դատական համակարգ հետ տերովին տերնատարել անտերին գելը, այդ ես չեմ թույլ տալու տենց բան, չեմ թույլ տալու, ես ասում եմ թող բոլորը իրենց հաշիվ տան ինչով են զբաղված, բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են եւ դատվելու են, անունները ըստ քրեական գործերի կհրապարակվեն, երբ որ լինեն տենց գործեր։ Շնորհակալություն հարցի համար, հաջորդ հարցը Վահե Մակարյան։ Շնորհակալություն Հարգին Հրապարակ։ Ես դուր չեմ տա վերածել երկուսության։ Շնորհակալություն Վահե Մակարյան։ Չեք հավատա, բայց եկել եմ ասեմ շնորհավոր, բայց Պուտինի անունից իր փոխարեն, որովհետև բոլոր երկրների ղեկավարները շնորհավորեցին, Պուտինը չշնորհավորեց։ Սա ինչով եք բացատրում, արդյոք հայ-ռուսական այս նախընտրական շրջանում առաջացած լարվածությունն է առիթը եւ արդյոք սպասում եք Վլադիմիր Պուտինի շնորհավորանքին եւ այս կոնտեքստում շատերի կարծիքով չնայած լարվածությանը, բայց Ռուսաստանը եւ անձամբ Պուտինը շատ մեծ լավություն